իմ գործընկերոջ ծննդյան կապակցությամբ եղել զանգը եւ ես պետք է ասեմ, որ ամենալավ եւ հարգալից հարաբերություններ ունեմ Դաշնային խորհրդի ղեկավարի հետ եւ մենք խոսում ենք բաց, մշտապես խոսում ենք ուղիղ, երկստեք հարգանքի տրամաբանության մեջ եւ հիմնական խոսակցությունը եղել է անձնական եւ ծննդյան կապակցությամբ զանգը այդ կապակցությամբ ա եղել։ Ենթադրում եմ, որ Ստամբուլում մի քանի օրից ես մեկնում եմ Ստամբուլ, ինքը նույնպես այնտեղ լինելու է։ Ենթադրում եմ, որ այնտեղ կշփվենք, ոչ թե պաշտոնական հանդիպման մասին է խոսքը, ենթադրում եմ այնտեղ կշփվենք, բայց IPU 152-րդ համաժողովն է, որը տեղի է ունենալու Ստամբուլում եւ բազմաթիվ խորհրդարանների ղեկավարներ են այնտեղ լինելու, նախատեսված հանդիպում կա այս պայդրությամբ երկու գործընկերոջ հետ, մի խոսքով Ադրբեջան եւ Վրաստանի գործընկերների հետ հանդիպում նախատեսվում, այո։ Վերադառնալով էլի Ռուսաստանի հետ կապ։ Վերադարձեք Ռուսաստանին։ Պարոն Սիմոնյան, ինչ է Հայաստանի իշխանությունը որոշել այս փուլում, որովհետեւ մենք տեսնում ենք, որ արդեն մեր գործարարները խնդիրներ ունեն։ Մամուլում տեղեկատվություն կար, ջերմուկի հետ կապված խնդիրներ կարող է առաջանալ եւ թույլ չտալ արտահանումը Ռոսիանի կոնյակի գործարանի։ Բոլոր խնդիրները կքննարկվի, կլուծվի, մենք Ռուսաստանի հետ որևիցե հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու եւ բոլոր խնդիրները բարձրաձայնելու ենք եւ փորձելու ենք լուծելով առաջ գնանք։ Մենք որևիցե սպառնալիք չենք մեզանից ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնանք եւ նման մտադրություն չկա, ինչ որ հարցեր կան, այդ հարցերը բոլոր երկրների մեջ գոյություն ունեն եւ մի պա բարձրանում են այդ հարցերը, շատանում են, քչանում են, մենք քաղաքական գործիչներս այդ հարցերը քննարկելու եւ լուծելու համար ենք։ Հերթով բոլորի հարցերին պատասխան, բոլորի հարցը վերջացնեմ, էլի։ Ըմբռնումով է Ռուսաստանի պաշտոնյանները մոտենում Հայաստանի այսպիսի դիրքորոշման։ Օրինակ մենք կարող ենք այնքան մնալ ԵԱՏՄ-ում, ինչքան կարող ենք։ Այդ դրան ըմբռնումով են մոտենում։ Լսեք, երբ որ ըմբռնումով չմոտենանք, խոսանք դրա մասին, հիմա ինչեք։ Հիմա փաստացի արդեն ինչքան ժամանակ է մենք միևնույն ժամանակ փորձում ենք համատեղել։ Իսկ այն ժամանակ, երբ որ Սերժ Սարգսյանը 2-3 տարի բանակցեց ասոցիացիան համաձայնագիրը եւ մի գիշերվա մեջ sense թևից թափ տվեցին ու ինքը մտավ բանի մեջ, այդ ԵԱՏՄ-ի մեջ, համատեղեց, չէ, Մաքսայինի մեջ ներողություն եմ խնդրում, շնորհակալություն։ Ով ինձ անցած ժանվում Մաքսային միության մեջ ինչ որ բաղ համատեղեց, չէ, նաեւ ինչ որ փաստաթղթեր ստորագրվեց եւ ինչ որ լուծումներ գտնվեց։ Նաեւ տենց նմանատիպ փորձ էլի շատ կա։ Այսինքն մի գիշերում ձեզ փոխեն դառնակ Պարոն ջան, երբ որ սկսում եք, երբ որ լավ հարց ես տալիս, երբ որ շատ հարց ես տալիս, նորմալ հարց ես տալի, պատասխանում եմ, բայց երբ որ սկսում ես արդեն ինչ որ բառախաղով զբաղվել, ես այդ օրինակի վրա եմ ասում։ Ես օրինակ բերեցի Սերժ Սարգսյանի վրա, տարբերությունը զգացել ես Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի։ Թե չես զգացել։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանի տարբերությունը զգացել ես։ Օրինակ, եթե Նիկոլ Փաշինյանը չլեր, ձեր մեծամասնությունը հիմա ինոագենտ կլինեին։ Օրինակ 2021 թվականին, եթե այլ ընտրություններ, ներողություն, եթե 2021 թվականին ընտրությունները այլ կերպ դասավորվեն, հիմա ձեր մեծ մասը ինոագենտ կլիներ, դու բանտում կլիներ կամ ինչ որ արդ երկրում։ Իսկ ես էլ բանտում։ Իսկ կարելի է ես իմ կարծիքը։ Իսկ կարող է քո ասուլիսն է, արիստեղ ասուլիս դուր, արիստեղ կանգնի, շարունակեք իրան հանդիպում։ Պարոն Սիմոնյան, ինոագենտ եք ասում լրագրողներին, ի՞նչ է այդ նշանակը։ Փաշինյանից առաջ կյանք եղել է։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։